Էյֆելյան աշտարակի սկզբնական աստիճանի պարուրաձև հատվածը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է ավելի քան 450,000 եվրոյով։ Աճուրդի սենյակում գտնվող գնորդը դարձել է այդ հատվածի 14 աստիճանից բաղկացած կտորի սեփականատերը։ Այն մոտ 2 մետր 75 սանտիմետր բարձրություն ունի, կշռում է 1,4 տոննա եւ թվագրվում է 1889 թվականով, այն տարեթվով, երբ ավարտվել է Փարիզի կենտրոնում վերխոյացող հուշարձանի կառուցումը։ Երբ գնում եք Էյֆելյան աշտարակի մի կտոր, դուք գնում եք Փարիզի մի կտոր, դրա ամբողջ երևակայությամբ եւ խորհրդանիշներով։ Ավելի քան 4 տասնամյակ առաջ աստիճանավանդակի ընդհանուր ավելի քան 160 մետրը կտրվել է ավելի փոքր հատվածների եւ վաճառվել, փոխարինվելով վերելակով, որոնք այժմ այցելուներին տեղափոխում են Էյֆելյան աշտարակի ամենաբարձր դիտահարթակ։ Այս անգամ աճուրդի հանված հատվածը վաճառվել է 450,160 եվրոյով, ինչը 3 անգամ գերազանցում է դրա նախնական գնահատված 120-ից 150,000 եվրո արժեքի վերին սահմանը։ 2008 թվականին մի հատված վաճառվել է ամերիկացի գնորդի ռեկորդային 550,000 եվրոյով։ Էյֆելյան աշտարակի աստիճանների այլ մասեր, որոնց բարձրությունը տատանվում է 2-ից 9 մետրի սահմաններում, պահվում են աշխարհի տարբեր հեղինակավոր վայրերում։ Դրանք են Նյու Յորքի Ազատության արձանը, Ճապոնիայի Յամանաշիի Յոշի հիմնադրամի այգիները, նաև մասնավոր արտասահմանյան հավաքածուները։ Դոլան ասել է, որ Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերը, որոնց ժամանակ Էյֆելյան աշտարակը, Կոնկորդի հրապարակը եւ Գրանդ Պալեն կենտրոնական տեղ են զբաղեցրել խաղերի ժամանակ, մեծացրել է աշտարակի գրավչությունը հավաքորդների շրջանում։ Նյու Յորքի Յունիոն հրապարակում աղբը եւ արվեստը միավորվել են։ Սանիտարական դեպարտամենտի վերջին արվեստի բեռնատարներ նախաձեռնության շրջանակում բացվել են 5 քաղաքային սանիտարական մեքենաները, որոնք ծածկված են հսկայական գունագեղ որմնանկարներով։ Բեռնատարներում ներկայացված են մոտ 400 դիմորդից ընտրված 5 տեղացի նկարչի աշխատանքները։ Սանիտարական դեպարտամենտի 23 տոննա կշռող հավաքման մեքենաները յուրաքանչյուր նկարչի առաջարկել են ավելի քան 37 քառակուսի մետր ներկված մակերես, ընդգծելու մաքրությունը, կայունությունը եւ Նյու Յորքի ամենաուժեղները անունով հայտնի աշխատողներին։ Սիրո նամակ վերնագրով վարդագույն բեռնատարի վրայի աշխատանքի հեղինակը 27-ամյա նկարչուհի Էլիսոն Բուգանիմն է։ Նա իրեն հատկացված մեքենայի վրա գրել է. «Մաքուր փողոցները սիրո նամակ են Նյու Յորքին»։ Ես իսկապես ուզում էի հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, որոնք քաղաքը դարձնում են այդքան մաքուր, սանիտարական աշխատողների անտեսանելի աշխատանքի շնորհիվ։ 23-ամյա Քեյթի Ուիզերվաքսի ստեղծած մեկ այլ աշխատանք հիմնված էր Պակ Մենի պատկերների վրա, առնետներով, որոնք ներկայացվել են որպես ուրվականներ, իսկ աղբահանությունը համեմատվում է խաղատախտակի մաքրման հետ։ Նյու Յորքի սանիտարական հարցերով հանձնակատար Գրեգորի Անդերսոնի խոսքով զարդարված բեռնատարները նախատեսված են օգնելու նյույորքցիներին նկատել այն աղբատար մեքենաների շարասյունը, որը նրանք տեսնում են ամեն օր։ Մեր սանիտարական աշխատակիցներն ամեն օր հավաքում են 10,000 տոննա աղբ, վերամշակվող եւ կոմպոստացվող նյութեր։ Հիանալի է, որ մենք հնարավորություն ունենք տոնելու այդ աշխատանքը։ Աղբահանությամբ զբաղվող այս մեքենաները, չնայած իրենց նոր տոնական տեսքին, շարունակելու են գործել Նյու Յորքի 5 թաղամասում։ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող ավիատիեզերական թանգարանի տարածքում մարդկանց մի հոծ բազմություն է հավաքվել Կամպո դոս Աֆոնսոս թաղամասում անցկացվող ամենամյա Մուսալ կոչվող ավիաշոուի համար։ Այս միջոցառումը Ռիո դե Ժանեյրո նահանգում իր տեսակի մեջ ամենամեծն է։ Բրազիլիայի ռազմաօդային ուժերի կազմակերպած անվճար միջոցառումը ներառել է բարձրակարգ օդային ցուցադրություններ, նաև ավելի քան 100 պատմական եւ ժամանակակից ինքնաթիռների ցուցադրություն։ Ներկաները զարմացել են տեսարանից։ Մարդիկ իրենց ընտանիքներով են եկել այստեղ։ Ավիացիայի սիրահարները հիացել են ավիացիոն հմտությունների եւ տեխնոլոգիաների ցուցադրություններով։ Ինձ համար սա նոր բան է, առաջին շփումը, որ մենք ունենում ենք մեր բրազիլական ռազմաօդային ուժերի, նրանց մեխանիզմների, նրանց աշխատանքի հետ։ Սա եզակի փորձություն է։ Ավիատիեզերական շոուն, որը ներառում է նաև ինտերակտիվ միջոցառումներ եւ սննդի նվիրմամբ արշավ, շարունակում է մեծ բազմություն գրավել որպես Բրազիլիայի հարուստ ավիացիոն ժառանգության եւ ավիատիեզերական մշակույթի տոնակատարություն։
Նույնիսկ ուժեղ անձրևը չի կարողացել մարել պայծառ լույսերը, քանի որ Սիդնեյի օպերային թատրոնը եւ այլ խորհրդանշական տեսարժան վայրերն ընկղմվել են վառ գույների բազմազանության մեջ ամենամյա Vivid փառատոնի բացման երեկոյի շրջանակում։ Ֆրանսիացի մուլտիմեդիա նկարիչ Յան Նգուեման ստեղծել է Սիդնեյի օպերային թատրոնի արագաստների համար Օպերա Մունդի անվամբ գեղարվեստական ստեղծագործությունը, ոգեշնչվելով բնությունից, ձկներով, մեդուզաներով եւ թռչուններով, որոնք շարժվում են խորհրդանշական արագաստների վրայով։ Ժամանակակից արվեստի թանգարանում Սամոա ավստրալիացի նկարիչ Անժելա Տիատյան ստեղծել է Վայոլա գեղարվեստական ստեղծագործությունը, որը ներառում է ջրի, կրակի եւ ծաղկային մոտիվներ շենքի ճակատային մասում։ Իրականում կարծում եմ, որ այս տարի ավելի շատ ինստալացիաներ կան, անցած տարի այդքան վառ չէին։ Անկասկած շուրջը շատ ավելի շատ լույսեր կան, ավելի շատ աղմուկ, տեսնելու շատ բան կա։ Մի քանի քայլ հեռավորության վրա Մաքսատանը ցուցադրվել են իսպանացի նկարիչ Խավիեր Ռիերայի երկրաչափական նախշերը անսահմանության եզրը անվամբ գեղարվեստական ստեղծագործության մեջ։ Vivid փառատոնը կտևի 23 օր եւ կավարտվի հունիսի 13-ին։ Պոկեմոնի երկրպագուները, որոնք հույս ունեն բռնել դրանց բոլորին, կարող են այցելել Չիկագոյի Field թանգարան, որտեղ Պոկեմոնի բրածոների թանգարանը պաշտոնապես բացվել է։ Ինտերակտիվ ցուցահանդեսը համատեղում է Պոկեմոնի եւ հնեաբանության աշխարհները, այցելուներին հնարավորություն տալով համեմատել երկրպագուների սիրելի Պոկեմոնները, ինչպիսիք են Տիրանտրումը եւ Արխեոպսը, իրական կյանքի բրածոների հետ։ 2021 թվականին այս ցուցադրությունն առաջին անգամ անցկացվել է Ճապոնիայում։ Կազմակերպիչները նշում են, որ այս ցուցադրությունը Չիկագո բերելու համար պահանջվել է 2 տարվա պլանավորում եւ համակարգում։ Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել իմ երեխաների հետ։ Նրանք ոչ միայն սովորում են Պոկեմոնների մասին եւ տեսնում են այն ամենը, ինչ սիրում են եւ գիտեն իրենց սիրելի կերպարների մասին, այլև սովորում են դինոզավրերի եւ բրածոների մասին, եւ թե ինչպես են տարբեր գիտնականներ գտնում այս բոլոր հետաքրքիր բաներն աշխարհում։ Ցուցահանդեսի ընթացքում Field թանգարանի գիտնականները, որոնք վերափոխվել են Պոկեմոնի պրոֆեսորների, օգնում են բացահայտել, թե ինչպես են իրական բրածոները ոգեշնչել Պոկեմոնի ամենահայտնի արարածներից մի քանիսի դիզայնը։ Միքելանջելոյի հայտնի որմնանկարների գրավիչ ցուցահանդեսը Լոնդոն է բերել Սիքստինյան կապելայի մի հատված։ Միքելանջելոյի Սիքստինյան կապելան ցուցահանդեսը խորագրով միջոցառումը թույլ է տվել հանդիսատեսին մոտենալ Միքելանջելոյի արվեստի գործերին այնպես, ինչպես Սիքստինյան կապելան հնարավորություն չի տալիս։ Ինձ շատ է դուր գալիս։ Իսկապես հաճելի է տեսնել, թե ինչպես է Միքելանջելոն նկարել այս ամենը։ Այն իսկապես հիացնում է ինձ, թե ինչպես է նա դա արել։ Սա իսկապես շքեղություն է։ Ցուցահանդեսում ներկայացված են Միքելանջելոյի ամենահայտնի որմնանկարներից մի քանիսի կրկնօրինակները, այդ թվում Ադամի արարումը եւ Վերջին դատաստանը։ Ցուցահանդեսի այցելուները նշել են, որ հիացած են Միքելանջելոյի ստեղծագործությունների ստեղծման, իրենց խոսքով, հոյակապությամբ։ Միքելանջելոյի Սիքստինյան կապելան ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբեր։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։